Հայաստանին ինչ որ ֆերմերներ կան, ում լոլիկը ծաղիկները փչացել են, բայց իրանք ասում են մեկա մենք ռսի ստրուկ չենք դառնա, իհարկե դուք ռսի ստրուկ չեք դառնա, բայց ես ընդհանրապես ուզում եմ մի հիշեցում անել, եկեք հիշենք, թե ինչ ցույցեր էին Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովակիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, երբ որ ռուս-ուկրաինական պատերազմի առաջի տարիներին Եվրոպական միությունը կայացրեց որոշում Ուկրաինայից մեծ ծավալների գնել գյուղատնտեսական ապրանքներ։ Հիշում եք այդ ցույցերը, հիշում եք, որ ֆերմերները անգամ կովերի եւ գոմեշների հետ էին ցույցի դուրս եկել, ինչպես ասում է իմ լավ բարեկամ Արտուր Խաչիկյանը, այդ կովնել էր ռսի ագենտ Մաշա ծածկանունով, հասկանում եք, սա աբսուրդ է, բայց եթե մեր քաղաքացիների մեծամասնությունը որոշել է Հայաստանը վերջնականապես գլորել տնտեսական դեֆոլտի, կոլապսի, աղքատության եւ սոցիալական աղետի մեջ, ինչ ասեմ, ընտրությունը միանշանակ իհարկե ձերն է։